Կարծում եմ, որ նշված փոփոխությունը միտված է բացառելու ուշացած արտահայտության իրականությունը, բայց որքան էլ որ կարևոր լինի, որ արտահայտությունը ուշացած չլինի, նաև չպետք է շտապողական լինի։ Տեսեք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար եւ հրապարակային դատաքննության իրավունք։ Դա կարգավորվում է թե ՄԻԵԴ-ի որոշումներով եւ թե ազգային դատարանների կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում ցանկալի եւ պարտադիր է նաեւ, որպես այսպեսին լինի առանձնատուկ վերաբերմունք կախված գործի բարդությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներով ողջամիտ ժամկետի քննության առումով արտահայտել է բազմաթիվ դիրքորոշումներ, մասնավորապես այն, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար եւ հրապարակային դատաքննության իրավունք եւ անձովոր, որ մեղադրվում է, չպետք է չափազանց երկար մեղադրվի մի հանցանքի կատարման մեջ։ Որքան էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծայրահեղ կառավարի այս ինստիտուտը, այդուհանդերձ հստակ սահմանափակումներ, այսինքն իմպերատիվ պահանջ, որ գործը պետք է քննվի եւ ավարտվի այս ժամանակահատվածում, որպես այդպիսին պահանջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի դրել իր առջև։ Բացի այդ, միջազգային օրենսդրության ուսումնասիրությունը եւս այդպիսի իմպերատիվ պահանջ չի սահմանում, որը դատարաններին սահմանափակի գործի քննություն իրականացնել կոնկրետ սերմ ժամկետներում կամ հստակ ժամկետներում։ Տեսեք, քրեական դատավարության օրենսգրքի 275.1 հոդվածը ճիշտ է ինքը միտված է կարգավորելով ողջամիտ ժամկետի քննություն, բայց նաեւ իր հերթին առաջացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանները ամենայն դեպս ներմուծվող հոդվածում տրված չէ։ Մասնավորապես առաջի հարցը հետևյալում է, որ արդյոք պայմանականային դատարանը 1 տարի գործի քննություն իրականացրեց եւ որոշում կայացրեց երկարաձգելու։ Արդյոք այս որոշումը բողոքարկման ենթակա է թե ոչ։ Վերաքննիչ դատարանը բողոքարկման արդյունքում ինչ հանգամանքների վրա պետք է ուշադրություն դարձնի։ Պետք է ուշադրություն դարձնի բովանդակային քննարկմանը դատական նիստերի, թե ուղղակի թվականակով որոշի դատարանը բավարարժանացիություն ցուցաբերել է դատական նիստեր նշանակելու, թե ոչ։ Եթե բովանդակային պետք է քննարկում իրականացնի, ապա վերաքննիչ դատարանը պետք է առնվազն այդ 1 տարվա ձայնագրությունները դուրս հանի եւ լսի, որը իմ կարծիքով ներկայիս վերաքննիչ դատարանի դատավորների ծանրաբեռնվածության պարագայում պրակտիկայում անհնար է իրականացնել։ Իսկ եթե զուտ թվականակով, ապա դատական նիստերն լինում, որ նշանակվում են եւ 5 րոպե հետո հետաձգվում են։ Այսինքն զուտ թվականակով չես կարող որոշել արդյոք բավարարժանասիրություն եւ պատճառաբանված որոշման արդյունքում է դատարանը այդ որոշումը կայացրել, թե ոչ։ Երկրորդ հարցը, որը այս դեպքում առաջանում է, ինչ հետևանքի առաջացնելու անձի նկատմամբ օրինակ առավելագույն ժամկետի սպառման դեպքում։ Անձի նկատմամբ իրականացող հետապնդումը դադարեցվելու է, թե ոչ, թե անձուն հորդորելու են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի արձանագրի այնտեղ իր ողջամիտ ժամկետով գործի քննության խախտման հանգամանքը։ Եվ երրորդ կարևորագույն հարցը, կրկին առավելագույն ժամկետի սպառման դեպքում դատավորի նկատմամբ որևէ կարգապահական պատասխանատվություն լինելու է, թե ոչ, պայմանականորեն դատարանը չի հասցրել ավարտել իր գործի քննությունը։ Այս 4 տարիների ընթացքում դատավորի նկատմամբ որևէ կարգապահական պատասխանատվություն կամ որևէ հետևանք լինելու է, թե ոչ։ Իմ կարծիքով ողջամիտ ժամկետների առումով ճիշտ է լավ գաղափար է, որպեսզի ներմուծի, բայց ավելի առարկայական կլիներ, որպեսզի այնպիսի մտահղացում, այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ լինեն, որոնք, այսպես ասած, կբացառեն ներկայիս դատական նիստերի անհարկի ձգձգումները։ Հայաստանի Հանրապետություն քրեական դատավարություն իրականացնում մրցակցության սկզբունքի հիման վրա եւ դատարաններն ապացույցները գնահատում են պատշաճ հետազոտման եւ վերլուծության վրա ներքին համոզմունքի հիման վրա, այսպես ասած։ Ճիշտ է, այս օրենսդրական փոփոխությունը կրկին անգամ ողջամիտ ժամկետերի առումով որոշակի առաջընթաց է ապահովելու, բայց միևնույն ժամանակ կարող է սույն դեպքում խախտվել մրցակցության եւ պատշաճ ապացուցման սկզբունքը։ Տեսեք, քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է ապացուցվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ։ Որոնք են այդ պատշաճ ապացույցների բավարար համակցությունը։ Այդ հոդվածի հենց դիսպոզիցիայի ուսումնասիրությունից երևում է, որ եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնված լինի հետազոտված ապացույցների բարեխիղճ եւ ազատ գնահատմամբ, օրինակ, եւ մի շարք այլ հանգամանքներ։ Այսինքն այն դատավորը, որը անմիջականորեն չի մասնակցել դատաքննության, անմիջականորեն չի հարցաքննել վկաներին, անմիջականորեն չի հետազոտել դատական նիստի ընթացքում գրավոր ապացույցները կամ այլ ապացույցները, չի կարող ամբողջ էությամբ, ըստ էության, նաեւ օբյեկտիվ եւ անաչառ որոշում կայացնել։ Ներքին համոզմունքի ձևավորման համար շատ էական նշանակություն ունի նաև դատարանի կողմից տրված հարցերը, վարույթի մասնակցող անձանց կողմից տրված դրանց պատասխանները,
դուժողի պատասխանը, նաև իրենց վարքագիծը, հույզերը նաև դատական նիստի ընթացքում, որը շատ կարևոր է։ Եվ վերջիվերջո, բացի բավարար ապացույցների հիման վրա եզրափակիչ դատական ակտ կայացնելուց, նաև դատանը իր ներքին համոզմունքով է առաջնորդվում։ Ու բացի այդ, նաև իմ կարծիքով ներկայիս քրեական դատավարության օրենսգիրքը որոշակի առումով կարգավորում է այս խնդիրը, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է պահեստային դատավորի ինստիտուտը, որ նախատեսում է, որ օրինակ դատավորի բացարկի, ինքնաբացարկի, նրա պաշտոնի դադարեցման դեպքում փոխարինում է այլ դատավոր, այսինքն ներկայիս հոդվածի ներմուծմամբ առարկայազրկվում է պահեստային դատավորի ինստիտուտը, որը իմ կարծիքով անընդունելի է։ Բացի այդ, նաև կցանկանամ նշել, որպես լրացուցիչ երաշխիք շատ լավ ձևակերպում է այնտեղ տրված, մասնավորապես հետևյալը, ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միշտորությունը դատարանի համար պարտադիր է։ Սա իմ կարծիքով լրացուցիչ երաշխիք է մեղադիալի արդար դատականության իրավունքների ապահովման տեսանկյունից, եւ որպես լրացուցիչ երաշխիք նաև կարելի է հետևյալ ձևակերպումը տալ, դատական նիստը չի կարող շարունակվել, եթե դրա դեմ փաստարկված առարկում է մեղադիալը։ Սա եւս մեղադիալի իրավունքների համար շատ կարևոր նշանակություն կունենար։ Կարծում եմ, որ քրեական դատավարության օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը միտված է մեղադիալի իրավունքների ավելի արդյունավետ ապահովման համար։ Մասնավորապես հատկապես կարևոր է այն, որ մեղադրանքի ապացույցների ներկայացման փուլում պաշտպանական կողմը կարողանում է ներկայացնել այնպիսի փաստական տվյալներ, որը հիմք կարող է ծառայել սահմանափակելու մեղադրանքի կողմից ներկայացվող հետագա ապացույցների ծավալը։ Որքան էլ որ դրական միտում ունի եւ ես որպես փաստաբան դրան դրական աչքերով եմ նայում, սակայն ինքը որոշակի նաև խնդիրներ ունի, որը եւս այս նախագծով հստակ արձանագրումներ չի տվել, մասնավորապես իրավունքի չարաշահման տեսանկյունից, օրինակ պաշտպանական կողմը գտնում է, որ ներկայացվող ապացույցը բավարար է հերքելու հետագայում մեղադրանքի կողմից ներկայացվող ապացույցները, այդ ինչ սանդղակով պետք է չափվի եւ արդյոք որ պաշտպանական կողմի կարծիքը միայն արդեն բավարար, թե պետք է հստակ չափորոշիչներ լինի կոնկրետ դեպքում, որ այս ապացույցի կամ այս ծավալի կամ այս հարցի պարագայում բավարար կլինի նոր միշտորություն ներկայացնելու, այլապես դա կվերածվի անվերջ դատավարության եւ պաշտպանական կողմը հնարավորություն կունենա ամեն դատական նիստին ներկայացնելու միշտորություններ, որպեսզի սահմանափակվի մեղադրանքի կողմից ներկայացվող հետագա ապացույցները։ Երկրորդ հարցը այն է, որ ինչ չափորոշիչով է որոշվելու, որ այդ ապացույցը այն աստիճան ծանրակշիռ է, որ չեզոքացնելու է մեղադրանքի կողմի մնացած ապացույցների ներկայացումը, այսինքն ինչ չափորոշիչով եւ այդ որոշումը դատանի կողմից երբ է կայացվելու, քանի որ նախագծով առաջարկվում է հետեւյալ գաղափարը, որ միշտորության ներկայացումից հետո դատանի կողմից հրավիրվում է խորհրդակցություն եւ մեղադրանքի կողմի եւ պաշտպանական կողմի եւ այդ խորհրդակցության արդյունքում դատանը համապատասխան որոշում է կայացնելու։ Անկախ նրանից կմերժի թե կբավարարի, արդյոք այս դեպքում համապատասխան որոշման կայացումից հետո չի կանխորոշվելու վերդիկտի կայացման բովանդակություն, այսինքն ինչ բովանդակությամբ դատարանը արդեն վերդիկտ է կայացնելու։ Իմ կարծիքով այս դրույթը կարելի է ներմուծել եւ պաշտպանական կողմին տալ հնարավորություն, որպեսզի նա մեղադրանքի ապացույցների ներկայացման փուլում ներկայացնի մեղադրանքը հերքող ապացույցներ, սակայն սրա բովանդակային քննարկման, այսինքն դատանի կողմից որոշում կայացնելը կիրառվի վերդիկտի կայացման փուլում։ Նոր ներմուծող 336.1 հոդվածը իմ գնահատմամբ ունի ամբողջությամբ դրական միտում եւ դատարաններին ազատելու է ավելորդ անիմաստ եւ ոչ իրավաչափ դատաքննություն իրականացնելուց։ Սրա գործնական նշանակությունն այն է, որ դատան ոչ միայն նախնական դատալսման փուլում, այլ նաև հիմնական դատալսման փուլում հնարավորություն է ստանում շուտապույտ արձագանքել քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին եւ կայացնել համապատասխան որոշում։ Երկրորդ նվազեցնում է անիմաստ դատավարական գործընթացը, որը եւս ողջամիտ ժամկետների առումով շատ կարեւոր են եւ նվազեցնում է բացի դրանից նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունն է սրանով նաեւ ավելի թեթևանում։ Իմ կարծիքով այս նոր ներմուծվող քրեական դատավարության օրենսգրքի 336.1 հոդվածը շատ դրական միտում ունի եւ այս առումով
Իմ կարծիքով որևէ առարկություն որպես այդպեսին չկա։ Եվ պաշտպանության եւ մեղադրանքի կողմին էլ ամբողջ ծավալով տալիս են երաշխիքներ, պաշտպանական կողմը կարող է ներկայացնել միշտորություն, դատան նաեւ իր գնահատմամբ կարող է այդ հանգամանքների վրա ուշադրություն հրավիրել, բացի այդ մեղադրանքի կողմին հնարավորություն է տալիս այդ որոշումը վիճարկելու վերաքննության կարգով, եթե համաձայնություն չի լինում, ուստի այս առումով որևէ խնդիր չկա այս հոդվածի հետ կապված։